Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է ընտրության վերջնական արդյունքների ամփոփման նիստը, ինչ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում։ Ընդդիմությունը կանգնած է կարևոր որոշման առաջ, գնալ խորհրդարան, թե հրաժարվել մանդատներից։ Թրիփ նախագիծը շարունակում է քննարկումների կենտրոնում մնալ, ով է իրականում շահում Թրիփից և ինչու է Բաքուն այդքան ակտիվ խոսում դրա մասին։ ԱՄՆ-Իրան հարաբերություններում բանակցային ակտիվ փուլ է սկսվել, կհաջողվի կողմերին հասնել համաձայնության։ Հորդառատ անձրևը կրկին խնդիրներ է առաջացրել Երևանում, որ փողոցներն են հայտնվել ջրի տակ։ Քաղաքական զարգացումների գլխավոր կենտրոնն այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Հանձնաժողովը րոպեներ առաջ սկսել է իր հերթական նիստը, որտեղ պետք է ամփոփվեն մեկ շաբաթ առաջ կայացած ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքները։ Միաժամանակ քննարկվելու են մի շարք վիճահարույց հարցեր, այդ թվում 3 ընտրատեղամասերում հնարավոր վերաքվեարկության և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները։ Մինչ հանձնաժողովի նիստը ընտրությանը մասնակցած 3 ընդդիմադիր ուժերը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայաստան և Ուժեղ Հայաստան դաշինքները հանրությանը կոչ են արել հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենք պահանջելու են, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվի բացառապես օրենքով և սահմանադրությամբ։ Կամ առաջնորդվել այս ռեժիմի, հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և ըստ էության առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿՀ հիմնական գործառույթով։ Այս ընտրության առջև է կանգնած և ստեղ մեր հայրենակիցների, մեր բոլորի ձայնը շատ կարևոր է և մենք ներկա ենք լինելու, կոչ ենք անում մեկ անգամ ևս մեր հայրենակիցները ևս ներկա գտնվեն։ Միաժամանակ, սիրելի հայրենակիցներ, ցանկանում տեղեկացնել, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, բավականին կառուցողական քննարկումներ և առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։ Հայաստան խմբակցության պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանն էլ է խոսել այսօրվա հավաքի կարևորության մասին։ Նա անդրադարձել է նաև Արցախի թեմային, քննադատելով նախկին հայտարարություններից հրաժարվող քաղաքական գործիչներին։ Նրա խոսքով հայրենիքի հարցում սխալվելու իրավունք պարզապես չկա։ Սա իսկապես առանձին վերցրած մի քաղաքական ուժի իրավունքների հարց չէ, սա ընտրողների ձայնին, ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է, որովհետև այս օրերի ընթացքում մենք տեսել ենք, որ եթե չկա հանրային մոբիլիզացիա, հանրային արձագանք, որևէ առաջընթաց չեն կարողանում գրանցել որևէ հարցում, իսկ այսօրվա հավաքը իմաստ ունի, որպեսզի այդ հանրային մոբիլիզացիան եւ արձագանքը դրսևորվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնա միակ իրականում օրինական ճանապարհով եւ վերաքվեարկություն նշանակի այն տեղամասերում, որտեղ ինքը ընտրությունների արդյունքները անվավեր է ճանաչել, քանի որ այնպիսի խախտումներ է ակնհայտորեն արձանագրվել, որոնք էականորեն ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքվելու կոչով հանդես է եկել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի։ Սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգնման համար։ Սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար։
Մեր նկարահանող խումբը եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ է։ Այս պահին ուղիղ միանանք իմ գործընկեր Սեդա Մակարյանին։ Բարի երեկո Սեդա, դու եթերում ես։ Սեդա, ինչ վիճակի է այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ եւ ինչ տրամադրությամբ են եկել հավաքվածները։ Բարի երեկո Սվետլանա, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Այո, մենք այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ենք, մուտքի մոտ մարդաշատ է, այստեղ են 3 ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ինչպես գիտենք, այսօր հանձնաժողովը հայտնելու է ընտրության վերջին արդյունքը, նիստը րոպեներ անց մեկնարկելու է, ընդդիմության ներկայացուցիչներն արդեն ներսում են։ Ես նշեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմել է, որպեսզի 3 անվավեր ճանաչված ընտրատեղամասերում նորից անցկացվի ընտրություն, իսկ ուժեղ Հայաստանն առհասարակ պահանջում է նոր ընտրություն կազմակերպել։ Մենք այսօր զրուցում էինք նաև նրանց հետ միջև նիստի մեկնարկը, ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ ընտրական ամբողջ գործընթացը կեղծված է եւ անհրաժեշտ է Հայաստանում նոր ընտրություն կազմակերպել, որպեսզի այն ներկայացնի ժողովրդի իրական կարծիքը եւ իրական կամքը։ Իսկ մենք հիմա զրուցելու ենք Արեգնազ Մանուկյանի հետ, հասկանալու թե վերջինս ինչ տրամադրվածություն ունի, հաշվի առնելով, որ Տիկին Մանուկյանի տունը վերջերս նաեւ խոզարկել են։ Տիկին Մանուկյան օրեր առաջ էր, որ ձեր տուն իրավապահ համակարգը ներխուժեց եւ խոզարկում էր, ինչ էր փնտրում արդյունքում եւ ինչքանով կապ ունի ընտրական այս գործընթացի հետ։ Եթե հումորով ասենք, ապա թերևս ատոմային ռումբ էին փնտրում, բայց չգտան։ Նախկինում էլ եմ ասել, որ իմ խմորեղենների բաղադրատոմսը գտան, մարտի 8-ի կապակցությամբ դստերս նվիրած բացիկները գտան։ Նաև կառավարությունը ինձ պատերազմի օրերին մի քանի անգամ դատի էր տվել Facebook-յան գրառումների համար, որովհետև ճշմարտությունն էի ներկայացրել եւ ասել էի, որ ընդամենը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ տված իշխանությունը չի կարող նաև հաղթել պատերազմում։ Այսպիսի գրառումների համար այդ պատերազմի թեժ օրերին ինձ հրավիրել էին մի քանի անգամ ոստիկանություն ու շատ զավեշտալի իրավիճակ էր, իրենք էլ չգիտեին, թե ինչ հոդվածով այդ քրեական գործը պետք է կառուցեն, բայց հրահանգը ստացել էին, զանգում էին այստեղ, զանգում էին այնտեղ, ասում էին, այս մարդուն բերել ենք, հիմա ինչ անենք, ժամերով նստած ենք, չգիտենք ինչ անենք, վերջը որոշեցին, որ ինչ որ կառավարության հակասահմանադրական հոդվածի վրա պետք է որոշման վրա պետք է հղում կատարեն ու դրանով արդեն այդ գործը կարեն, հետո արդեն պարզ դարձավ, որ հակասահմանադրական էր եւ կարճվեցին այդ բոլոր գործերը։ Այդ նյութերն իրենք գտել, որևէ այլ բան բնականաբար չէին կարողանալու գտնել, արգրավել են հեռախոսս, այնտեղ մի քանի կապի միջոցներ նաև, որտեղ որևէ բովանդակային բան հնարավոր չի բնության մեջ նաև լինի, որ իրենք կարողանան հակաօրինական որևէ բան, այսպես ասեմ, գտնել։ Այս պահի դրությամբ իմ կարգավիճակում որևէ փոփոխություն չկա, որևէ զարգացում չկա, ինձ հետ քննիչներից որևէ մեկը չի կապվել, կրկին հրավեր չի եղել, բայց չենք կարող ասել, թե օրինակ այդ թիվ 1 անհավասարակշիռ անձնավորությունը, որ իրավապահներին ապօրինի հրահանգներ է իջեցնում, այսօր կամ վաղը կամ մյուս օրը ինչ հոգեվիճակով կարթնանա եւ հերթական ինչ ապօրինի հրահանգը կիջեցնի, գուցե նաեւ հրահանգի, որ կարգավիճակում փոփոխություն լինի եւ այս աբսուրդային քրեական գործը իրենք շարունակեն ել ավելի սպիտակ թելերով կարել, շուլալել, որովհետեւ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ այդ ահասարսուռ հոդվածով հարուցված այդ քրեական գործը, եթե մինչ այս փաստաբանները ասում էին, որ ընդհանրապես որևէ բովանդակություն չի պարունակում եւ առարկա գոյություն չունի, ուղղակի գաղտնիության գրիֆը իրենք գրել են, որպեսզի չկարողանան նյութերին ծանոթացնեն եւ հանրությանը ներկայացնեն, որ դա փուչ մտածածին սին շինծ ու գործ է։ Հիմա արդեն գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթ լինելով, կարող եմ ասել միայն ընդամենը, որ եղանակի տեսությունը իր մեջ ավելի շատ բովանդակություն է պարունակում, քան այդ քրեական գործը։ Այլ բան չեմ կարող ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննության գաղտնիք չհրապարակելու ստորագրությամբ եւ այդ գաղտնիության գրիֆի հետևանքներով։ Այս բոլոր գործընթացը, որոնք դուք ներկայացրիք ընդդիմության մի շարք ներկայացուցիչների դեմ, ընտրական տրամաբանության մեջ, հետընտրական զարգացումների մեջ տեղավորվում են եւ ինչ նպատակ ունեն։
Ընդդիմադիրների նկատմամբ այս ապօրինի հետապնդումները մինչև ընտրությունները եւ մինչև նախընտրական փուլն էին արդեն սկսվել եւ Նիկոլ Փաշինյանի այս խմբակը ընտրակեղծիքները նախապատրաստում էր շատ ավելի վաղ, քան սկսվեց բուն ընտրական գործընթացը։ Մենք գիտենք, տեսել ենք կալանավորումներ եղան, ապօրինի հոդվածներ, հետապնդումներ, վախի մթնոլորտի սերմանում, բայց ամենազավեշտալին եւ ամենացցունը, որը իմ համար նաեւ լակմուսի թուղթ էր, որ իրենք պատրաստ են անցնել յուրաքանչյուր կարմիր գիծ, դա հենց ընտրություններից քվեարկությունից 2 շաբաթ առաջ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված այդ ասարսուռ հոդվածով փուչ գործն էր։ Դրանից հետո տեսանք արդեն բուն ընտրությունների օրը տեղի ունեցող այդ հետապնդումները։ Իդեպ ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր եթերում առաջին անգամ եմ ասում, ճիշտն ասած, մինչ այս չեմ էլ ասել, չգիտեմ զուգադիպություն էր թե չէ, բայց ընտրությունների օրը շատ ավելի վաղ է ես տնից դուրս եկել, ես գիտեն կենթանասերները, որ ես ինքս էլ եմ կենթանասեր եւ մեր շենքի բակում շունիկներ ունեմ, խնամում եմ, որոշել էի այդ օրը իմ շունիկներին որոշակի բժշկական միջամտություն կատարել, խնամել եւ այլն եւ 6:30 իջել էի ներքև։ 6:30 իջել էի ներքև, մի շատ տարօրինակ մեքենա, շատ տարօրինակ, այսպես ինձ նայելով, պտտվելով, մեր բակն էլ փակուղի է, այսպես ճանապարհ չկա, որ ուղակի մեքենաներ անցնեն, հատուկ պիտի գան մեր շենքի բակ։ Այդ մեքենան մտավ, սենց ինձ տեսավ, շատ զարմացած նայեց, թե ես ինչի եմ ես այս ժամին դրսում։ Ու այսպես հիասթափված տարօրինակ ինչ-որ պահվածքով հեռացավ։ Այդ ժամանակ ես դրան ուշադրություն չդարձրեցի, որ որոշակի նշանակություն չտվեցի։ Հիմա արդեն այսպես հետահայացք նետելով, ես ենթադրում եմ, որ իրենք պլանավորել էին, որպեսզի հենց ընտրությունների օրը վաղ առավոտյան գային եւ մեր տանը քննչական գործողություններ իրականացնեին, նաեւ խաթարելու համար բուն ընտրական գործընթացը, շեղելու մարդկանց ուշադրությունը, էլի վախի մթնոլորտ սերմանելու, որովհետեւ այլ ընդդիմադիրների գրասենյակներ եւ տներ այդ օրը առավոտյան ժամը 5-ին 6:30 եւ մնացած բոլոր այդ ամբողջ քվեարկության օրը հետապնդումներ իրականացրել են։ Հետևաբար կարծում եմ, որ այդպես էր պլանավորած, որովհետև դատարանի որոշումն էր շատ ավելի վաղ տրված մեր տանը խուզարկություն իրականացնելու, բայց իրենք մի քանի օր անց էին եկել շատ տարօրինակ ձևով։ Իսկ ինչ ակնկալիք ունեք այս գործընթացից, որը մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ոչ միայն նիստերի դահլիճում, այլ նաև Բաքում։ Ակնկալիքը օրինականությանը հետևելն է։ Իհարկե կարող է միամտություն թվալ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակցից եւ Վան Գոգի նոր ձիրքեր ունեցող այդ անձնավորությունից որևէ օրինականություն ակնկալելը, բայց ես կարծում եմ, որ դա նաեւ կախված է մեր ժողովրդի ճնշումից ու շատ ուրախ եմ, որ ահա այսօր այստեղ շատ ավելի բազմամարդ է, քան մի քանի օր առաջ էր։ Եթե հիշում եք, ես մի քանի օր առաջ կոչ արեցի, ասացի, որ եկել է ընդդիմության միասնական գործելու ժամանակը, կոչ արեցի, որ ընդդիմադիր հիմնական ակտորները եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները գան միանան մեր պայքարին։ Ուրախ եմ, որ այդ միասնականության գաղափարը արդեն արձագանք է գտել հիմնական ուժերի մոտ ու այստեղ մենք շատ բազմամարդ ենք։ Իսկ եթե ճնշումը մեծ լինի, անգամ Վագն Հովակիմյանի կողմից հնարավոր է, որ հետ քայլ լինի, իհարկե Նիկոլ Փաշինյանի հրանգով Վագն Հովակիմյանը այդքան ռիսկ չի ունենա ինքնուրույն որևէ քայլ անելու։ Ես ակնկալում եմ, որ մեր հայրենիքի գողերը չեն դառնա նաև ձայնագողեր, որովհետև երկիրը գողացածը կարող է նաև ընտրողի ձայնն էլ գողանալ։ Այ մենք այսօր եկել ենք, որպեսզի տեր կանգնենք մեր ընտրողների քվեին, տեր կանգնենք հայրենիք ունենալու մեր իրավունքին եւ թույլ չտանք, որպեսզի հերթական անգամ շատ բռի կերպով եւ հակաօրինական ամենավերջին միջոցներով իրենք պարզապես կարողանան ընտրությունները կեղծեն։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես իմ երկու ձեռքերը կկեղծեմ, բայց ընտրակեղծիք չեմ կկտրեմ, բայց ընտրակեղծիք չեմ իրականացնի, որևէ քվեի չեմ կպնի։ Այդ մի հարցում էլ խաբեց, որովհետև արդեն քանի օր է անցել է,
մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կտրված չեն։ Ես իհարկե չեմ ուզում, որ ինքը իր ձեռքերը կտրի, չեմ բռնության կոչ չեմ անում։ Պարզապես հերթական անգամ փաստում ենք, որ այդ մարդը ստախոս է։ Սուտ էր խոսում նաև, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չունենան, ապա սեպտեմբերին պատերազմ է սկսվելու։ Հիմա հասկանում եք, դա այդ մարդը վախի վաճառական է։ Ինքը աշխատում է մարդկանց հուզմունքների, էմոցիաների վրա, աղի արտասուք է քամում, իրենց վախերն է ուզում օգտագործել եւ ինչ որ առումով նաև կարողացել է օգտագործել, որպեսզի հերթական անգամ վերարտադրվի եւ հերթական անգամ մեր հայրենիքի հիմքերը սասանող քայլեր իրականացնի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մայր Հայաստան խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ։ Սվետլանա այս պահին էլ մինչ նիստերի դալիճում կենտրոնական դրական հանձնաժողովի մեկնարկել է նիստը, որի ընթացքում որոշում է կայացնելու, թե ինչպիսի ճակատագիր է ունենալու հունիսի 7-ին մեկնարկած, բայց այսպես ասած դեռ չավարտված ընտրությունը Բաքվում կենտրոնական դրական հանձնաժողովի, ինչպես արդեն նշեցի, մարդաշատ է եւ այսպես ակցիա է մեկնարկել, ընդդիմության ներկայացուցիչներն այստեղ են, ոստիկաններն էլ իդեպ շրջափակել են հանձնաժողովի շենքը, նիստը մեկնարկել է, սպասենք հետագա զարգացումներին։ Սվետլանա։ Շնորհակալություն Սեդա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտից մեր ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել ընտրության վերջնական արդյունքները, քաղաքական դաշտում արդեն քննարկվում է հաջորդ կարևոր հարցը։ Ընդդիմությունը կգնա խորհրդարան, թե կհրաժարվի ստացած մանդատներից։ Հանրության կարծիքները այս հարցում տարբեր են։ Ոմանք կարծում են, որ ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան եւ ներկայացնի իր ընտրողներին, մյուսները վստահ են, որ մանդատներից հրաժարվելը կարող է քաղաքական ճնշման գործիք դառնալ։ Բայց ինչ կլինի իրականում, եթե ընդդիմությունը հրաժարվի խորհրդարան մտնելուց։ Կլուծարվի ազգային ժողովը, կնշանակվեն նոր ընտրություններ, թե խորհրդարանը կշարունակի աշխատել առանց ընդդիմության։ Այս հարցի պատասխաններն ու հնարավոր սցենարները ռեպորտաժում։ Մանդատները վերցնել, թե հրաժարվել դրանցից։ Ընդդիմությունը հայտնվել է քաղաքական եւ իրավական բարդ ընտրության առաջ։ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս ուժերին ձայն տված որոշ քաղաքացիներ պահանջում են չվերցնել պատգամավորական մանդատները, համոզված լինելով, որ այդպես հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար։ Սակայն իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, եթե ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը ինքնաբերաբար չի լուծարվի, նոր ընտրություն չի նշանակվի։ Եթե մանդատներից հրաժարվեն, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս պարագայում տեղը մնում է թափուր, այսինքն մենք ունենալու ենք այն քանակությամբ խորհրդարան, որ քանակությամբ որ ԿՊ-ն ստացել է մանդատներ։ Իսկ մանդատներից հրաժարված ուժերին օրենքով կփոխարինեն նրանցից հետո թեկուզ եւ ավելի քիչ տոկոս ձայներ ստացած կուսակցությունները, հաշվի առնելով, որ ըստ օրենքի խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Բայց սա չի նշանակում, որ շեմը չհաղթահարած ուժերի ազգային ժողով մուտքն անհնար է, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պատկերացնենք սցենար, ըստ որի հավաքական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից։ Ընդ որում ոչ թե առաջին 10 կամ 20 համարները, այլ ընդդիմադիր ցուցակն ամբողջությամբ։ Այս դեպքում ազգային ժողովում մնում է քաղաքացիական պայմանագիրն իր 61 մանդատով, այսինքն մեծամասնությամբ։ Եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Եվ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաև երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք։
Կա նաև երկրորդ սցենար։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, ազգային ժողովը սկսում է աշխատանքը, սակայն առաջին նիստերից հետո ընդդիմադիր падգամավորները վայր են դնում մանդատները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ առավել կոշտ քաղաքական քայլ, սակայն իրավական հետևանքներն այստեղ նույնպես միանշանակ չեն։ Հիմա շատ է, չէ՞ խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, երեք իրավիճակ համար մեկ, երկու ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են երեք ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում։ Ամենաբարդ իրավիճակը կարող է առաջանալ հենց այս դեպքում։ Եթե խորհրդարանն արդեն ձևավորվել է եւ սկսել է գործել, ապա հրաժարված падգամավորներին նախ պետք է փոխարինեն նույն ցուցակների հաջորդ տեխնացուները։ Իսկ եթե ամբողջ ցուցակները սպառվեն, մանդատները պարզապես կմնան թափուր։ Արդյունքում կարող է ստացվել հետևյալ պատկերը. քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր 61 մանդատը, իսկ մյուս 44 մանդատները մնում են թափուր։ Այսինքն խորհրդարանը շարունակում է գործել, իսկ իշխանությունը չի կանգնում կառավարման ճգնաժամի առաջ։ Թեպետ հստակ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նրանց տեղը պետք է թափուր մնա, բայց ասենք բացառված չի, որ օրինակ ասենք իշխող ուժը դիմի սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրքի այդ դրույթը հակասահմանադրական ճանաչելու առումով, ճանաչվի հակասահմանադրական եւ դիրքորոշում արտահայտի, ասենք թափուր մնացած մանդատները փոխանցվեն հերթականությամբ եկող այն քաղաքական ուժին, ով առավել շատ քվեա ստացել, ասենք են 2%, 1 ու քանի տոկոս։ Մասնագետների կարծիքով այս իրավիճակը նաև օրենսդրական բացերի մասին է խոսում։ Առանց ընդդիմության խորհրդարանը իհարկե առաջացնում է քաղաքական եւ ներկայացուցչական լուրջ խնդիրներ, հարցականի տակ դնում բազմակարծության եւ լեգիտիմության մակարդակը։ Սակայն գործող իրավակարգավորումները ինքնին չեն հանգեցնում խորհրդարանի լուծարման կամ իշխանության լիազորությունների դադարեցման։ Մանդատների հրաժարումը դա հստակ առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ խորհրդարան, թեպետ դա խորհրդարանը ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հիմք չի տալիս։ Այսպիսով ընդդիմության առաջ կանգնած է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական ընտրություն։ Մանդատներից հրաժարվելը կարող է հնչել որպես կտրուկ եւ վճռական քայլ, սակայն դրա հետևանքները կարող են լինել բոլորովին հակառակ սպասվածից, ընդ որում հօգուտ իշխանության։ Գործող օրենքների պայմաններում նման որոշումը պարտադիր չէ, որ ճգնաժամ ստեղծի իշխանության համար։ Ավելին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ խորհրդարանում մնա միայն մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը կորցնի քաղաքական պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ հարթակը, ինչպես որ եղավ Վենեսուելայում, Սերբիայում, Ալբանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Սեդա Մակարյան, Աննա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ քաղաքական ուժերը դեռ որոշում են իրենց հետագա քայլերը, հետաքրքիր է նաև միջազգային փորձը։ Տարբեր երկրներում ընդդիմությունը տարբեր ժամանակներում հրաժարվել է մանդատներից, սակայն հետևանքները միշտ չէ, որ նույնն է եղել։ Ինչ է հուշում միջազգային փորձը եւ ինչ կարող է դա նշանակել Հայաստանի համար, ռեպորտաժում։ Նոր խորհրդարանի դռները դեռ չեն բացվել, բայց քաղաքական բանավեճն արդեն հասել է այն կետին, որտեղ քննարկվում է ոչ թե ով ինչ օրինագիծ կներկայացնի, այլ ընդդիմությունը պետք է արդյոք մտնի այդ դահլիճ, թե ոչ։ Հայաստանի նոր քաղաքական իրականության մեջ ընդդիմադիր ուժերի մի մասը կանգնած է բարդ ընտրության առաջ։ Մի կողմից ընտրողների մի հատվածը պահանջում է չլեգիտիմացնել այն գործընթացը, որի արդյունքների նկատմամբ կասկածներ կան։ Մյուս կողմից մնում է հարցը, ինչ է տեղի ունենում, երբ ընդդիմությունը որոշում է դատարկ թողնել իրաթորները։ Եթե մանդատները չեն վերցնում, ապա պետք է հրապարակայնորեն հայտարարեն, որ Հայաստանում ձևավորվել է հակասահմանադրական իշխանություն, ընտրությունները կեղծվել են եւ հանրությանը կոչանել գալ հրապարակ եւ փողոց միջոցով փոխել իշխանությանը։
Այսինքն հանրությունը ունի իրավունք սահմանադրական կարգերը խախտվելու դեպքում նույնիսկ ուժի միջոցով վերականգնել սահմանադրական կարգերը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ դատարկաթոռը միշտ չէ, որ դառնում է բողոքի խորհրդանիշ։ Շատ հաճախ այն պարզապես ազատ տեղ է, որտեղ իշխանությունն ավելի հանգիստ է տեղավորվում։ Աշխարհի տարբեր երկրներում ընդդիմությունները բազմիցս փորձել են բոյկոտի միջոցով կասկածի տակ դնել խորհրդարանների լեգիտիմությունը։ Հաշվարկը գրեթե միշտ նույնն է եղել, եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել, ապա իշխանությունը կհայտնվի քաղաքական ճնշման տակ, իսկ հասարակությունն ու միջազգային հանրությունը կսկսեն հարցեր տալ։ Սակայն գրեթե երբեք այդպես չի եղել։ Կարող է նույնիսկ մանդատները չվերցնելու խնդիր չդնել, որովհետև դեռևս բավականին ժամանակ կա, այլ այս պահին հենց հանրությանը կոչ անել գալ հրապարակ։ Հիմա որոշումը իրենցն է, եթե իրենք դրան պատրաստ են, ապա կարող են այդ ամեն ինչը սկսել, բայց նույնիսկ մանդատները չդնելով կարող են այդ ամեն ինչը սկսել, որովհետև այդ մանդատները նույնիսկ իրենք դեռևս չունեն, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Օրինակ Բանգլադեշում 2024 թվականին ընդդիմությունը որոշեց չմասնակցել ընտրական գործընթացին, հայտարարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չէ։ Արդյունքում իշխանությունը պահպանեց իր դիրքերը, խորհրդարանը շարունակեց աշխատանքը, իսկ ընդդիմությունը հայտնվեց քաղաքական գործընթացներից դուրս, այնինչ պետք է դառնար ճնշման գործիք, վերածվեց ինքնամեկուսացման։ Նույն ճանապարհով տարիներ առաջ 2005 թվականին անցավ նաև Վենեսուելայի ընդդիմությունը։ Բոյկոտելով խորհրդարանական ընտրությունը նրանք փորձեցին կասկածի տակ դնել համակարգի լեգիտիմությունը, բայց արդյունքում իշխանությունը ստացավ գրեթե անարգել գործելու հնարավորություն։ Հետագայում նույնիսկ ընդդիմության ներսում խոստովանեցին, որ քաղաքական պայքարի գլխավոր հարթակը սեփական ձեռքերով զիջել էին մրցակցին։ Սերբիայում 2020 թվականին եւս ընդդիմադիր ուժերը փորձեցին խորհրդարանից դուրս պայքարել իշխանության դեմ, սակայն մինչ փողոցներում շարունակվում էին քաղաքական հայտարարությունները, օրենսդիր մարմնում որոշումներ ընդունվում էին առանց ազդեցիկ հակակշռի։ Իշխանությունը չթուլացավ, իսկ ընդդիմությունը կորցրեց իր ձայնը այն վայրում, որտեղ այդ ձայնն ամենաշատն էր լսելի լինելու։ Թերևս ամենահետաքրքիր օրինակը Վրաստանն է։ 2020 թվականին ընդդիմությունը սկզբում հրաժարվեց խորհրդարանի բնականon աշխատանքին մասնակցելուց, ցած դրեց մանդատները, պնդելով, որ ընտրությունը չի արտացոլել ժողովրդի կամքը, բայց ամիսներ անց պարզ դարձավ, որ քաղաքական ճնշումը չի վերածվում իշխանափոխության, իսկ իշխանությունը շարունակում է աշխատել։ Արդյունքում ընդդիմության զգալի մասը վերադարձավ խորհրդարան, հասկանալով, որ երբեմն պայքարի համար անհրաժեշտ է մնալ հենց այդ դաշտում, որի կանոնների դեմ պայքարում ես։ Վրաստանում ընդդիմությանը աջակցում էր Արևմուտքը եւ անգամ դեսպանների մակարդակով իրենք մասնակցում էին այդ հանրահավաքներին եւ ամեն ինչով աջակցում էին։ Նույնիսկ այդ պարագայում որևէ արդյունք չհասան եւ այո ընդդիմությունը հիմա Վրաստանում ճգնաժամի մեջ է գտնվում։ Հայաստանի պարագայում Արևմուտքի աջակցությունը նույնիսկ որպես այդպեսին չկա, որտեղ Վրաստանում Արևմուտքը աջակցում էր նաեւ ֆինանսապես, կազմակերպչական առումով։ Այս ֆոնին Հայաստանի շուրջ ընթացող քննարկումները նոր երանգ են ստանում։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, քաղաքական գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն իրավական առումով խորհրդարանը կշարունակի գործել։ Հարցն այլ տեղ է, դատարկված աթոռները կդառնան արդյոք իշխանության նկատմամբ ճնշման միջոց, թե կվերածվեն իշխանության համար լրացուցիչ հարմարավետության գոտու։ Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ բոյկոտը հազվադեպ է ինքնուրույն փոխել իշխանությունների ճակատագիրը։ Ավելի հաճախ այն դարձել է խորհրդանշական քայլ, որը բարձրացրել է քաղաքական լարվածությունը, բայց չի կանգնեցրել պետական համակարգի աշխատանքը։ Իսկ երբ ընդդիմությունը դուրս է եկել խորհրդարանից, իշխանությունը սովորաբար ներսում ավելի քիչ դիմադրության է հանդիպել։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը րոպեներ առաջ հրապարակել է ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքները։ Ուժեղ Հայաստանը 23,271%, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,929%, ՔՊ-ն 49,745%, Հայաստան դաշինքը 9,923%։ Ըստ հրապարակված տվյալների Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցնում խորհրդարան։
Իսկ երեք վարչական դատարանը մերժել է Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացված երկու հայցերը։ Հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վարչական դատարան էր դիմել վիճարկելու երկու ընտրատեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները։ Գործի քննությանը որպես երրորդ կողմ մասնակցել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ու Հայաստան դաշինքից Արծվիկ Մինասյանը։ Պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն էր։ Ինչպես հասկացաք, քաղաքական պայքարը տեղափոխվել է դատարաններ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Թե ինչ է պահանջում Ծառուկյանը Փաշինյանից, ինչ հայտարարությունների մասին է խոսքը եւ ինչ արդյունք է ակնկալում Բարգավաճ Հայաստանը, ռեպորտաժում։ Շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Խորհրդարանի ընտրությունից հետո Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը տեղափոխվել է դատական հարթություն, քանի որ Փաշինյանի այս հայտարարությունն անհետևանք չի մնացել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել, պահանջելով հերքել իր հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններ, հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ վճարել 9 միլիոն դրամ փոխհատուցում։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը։ Ծառուկյանի խոսքով Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Ապացուցեք, ով հայտարարել է, Ծառուկյանը շպիոն է, հրապարակում գնի, եթե չէ տարտայտողին պտի, լավ, չգնատեք, դոկա մտի մարուցի մոտ, գնալ չգնատեք։ Գործը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։ Ծառուկյանը պահանջում է ոչ միայն հերքում, այլև հրապարակային ներողություն։ Ըստ հայցադիմումի Փաշինյանը պետք է նույն լրատվամիջոցներով հրաժարվի իր հայտարարություններից եւ ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ եւ հանցագործ անվանելու համար։ Բացի այդ, հայցվորը պահանջում է 6 միլիոն դրամ որպես զրպարտության եւ 3 միլիոն դրամ վիրավորանքի համար։ Դատական գործընթացը մեկնարկել է իշխանության եւ ԲՀԿ առաջնորդի միջեւ վերջին շաբաթներին սերված հարաբերությունների ֆոնին։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը դատական գործընթացը գնահատում է քաղաքական պատասխանատվության եւ հանրային խոսքի նկատմամբ հաշվետվողականության խնդիր։ Մարդիկ պատասխանատու չեն իրենց խոսքերի համար։ Ըստ երևույթի պետք է սովորեցնենք այդ մշակույթը, որ իշխանության ներկայացուցիչները պատասխան տան իրենց անհիմն եւ ծուտ լկտի տեղեկության համար, զրպարտիչ տեղեկության համար։ ԲՀԿ ներկայացուցիչը չի բացառել, որ դատական գործընթացում իրենց պահանջները կարող են բավարարվել, ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի իրավական ընթացքից։ Իսկ իշխանության վարքագիծը պայմանավորված է քաղաքական բովանդակային օրակարգի բացակայությամբ։ Վերջերս լրիվ իրանց կորցրել են, պետք է փաստել հետեւյալը, տեսեք, իշխանությունը ըստ էության ոչ մի բան ասելու չունի մարդկանց, ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, առհասարակ մարդկանց ինքը ասելու բան չունի, եւ այդ իսկ պատճառով ընտրել էր լկտիության, մարդկանց վարկաբեկելու, փնովելու քաղաքականությունը։ Նրա խոսքով այսպիսի մոտեցումները հաճախ ուղեկցվում են հանրային ընկալումների ձևավորման փորձերով, սակայն ըստ Աբովյանի քաղաքական գնահատականները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, ոչ թե մեղադրանքների։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ ուշադրության կենտրոնում են նաև տարածաշրջանային գործընթացները։ Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները շարունակում են քննարկել տնտեսական եւ ռազմավարական գործակցության նոր ուղղությունները։ Այդ քննարկումների կենտրոնում հայտնվել է նաև TRIP համաձայնագիրը։ Թեև փաստաթղթի կողմերը Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են, բայց ինչպես հասկացաք, Բաքուն եւս ակտիվորեն խոսում է դրա իրականացման մասին։ Բայց այստեղ հարց է առաջանում. եթե Ադրբեջանը համաձայնագրի ստորագրող կողմը չէ, ապա ինչու են Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում դրա իրականացումը։ Մանրամասները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ովքեր են TRIP համաձայնագրի կողմերը։ Պատասխանն առաջին հայացքից ակնհայտ է՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ։ Անգամ արհեստական բանականությունն է այդ հարցին նույն պատասխանը տալիս։ Իսկ ինչու են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքը քննարկել TRIP նախագծի իրականացումը։ Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, իրականում այս համաձայնագրում կողմ են հանդիսանում Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանը կրկին զիջողի դերում է։ Այդ համաձայնագրում Հայաստանի դերը ընդհանրապես տարածքի տրամադրումն է, այսինքն
Այդտեղ երկկողմ, եթե դիտարկում ենք, դե ֆակտո երկրորդ կողմը Ադրբեջանն է, դա ակնառու էր փոխնախագահ Վենսի Փետրվարյան այդ ընթացքում, երբ ինքը Հայաստանում այդքան չի խոսել Թրամփի ուղու մասին, որքան Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմը չի հերքում իրենք շահողի դիրքերում են այս համաձայնագրից։ Դե յուրե Բաքուն ստորագրող չէ, բայց դե ֆակտո այս համաձայնագրով այս երկիրն իրագործում է իր երազանքը։ Ադրբեջանը կապում է Նախիջևանին։ Այո, Ադրբեջանը Թրիփի շրջանակային համաձայնագրի ստորագրող կողմ չէ, բայց Թրիփը հենց այն նախագիծն է, որը պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև կապը Հայաստանի տարածքով։ Հետևաբար Ադրբեջանը նախագծի անմիջական շահառուն է եւ բնական է, որ դրա իրականացման հարցերը քննարկում են ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական կողմը նույնիսկ Թրիփը նկարագրում է որպես նախագիծ, որը պետք է ապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև։ Այնտեղ հայտարարեց, որ ինքը առաջին մարդն է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով։ Ընդ որում Վենսը աշխարհագրորեն Երևանից Բաքու մեկնել էր բացարձակապես այլ երթուղով, Հայաստանի հյուսիսային մասով, բայց ինքը փաստացի անկաշկանդ խոսել էր, որ թռչել է Թրամփի ուղու վրայով, այդպիսով ըստ էության Հայաստանը ամբողջությամբ դիտարկելով Միացյալ Նահանգների համար որպես Թրամփի ուղի։ Հայաստանի իշխանությունն ասում է, Հայաստանն այստեղ տնտեսական շահ ունի։ Փորձագետները տարակուսում են, ինչպես է ապահովելու տնտեսական շահույթը, եթե անվտանգային մի շարք հարցեր չունեն պատասխաններ։ Այստեղ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես Զանգեզուրի միջանցքը։ Ընդհանրապես Հայաստանը դիտարկել որպես այդպիսին ամերիկա-ադրբեջանական կոմունիկացիայի ռեսուրս, որովհետև Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդամենը մի մասն է այդ գործընթացի, այդ ավելի լայն գործընթացի։ Իսկ այն, որ Թրամփի ուղին դա միջանցքային տրամաբանությամբ համաձայնություն է, այստեղ որևէ կասկած չկա։ Հայ հասարակությունը գիտակցում է, որ սա Հայաստանի հերթական տարածքային զիջումն է, Բադալյանի համոզմամբ ոչ։ Ինչու չի գիտակցում կամ ինչպես անել, որ գիտակցի, Բադալյանի խոսքով երկարատև ու բարդ պրոցես է։ Սեդամ Ակաջյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մերձավոր Արևելքում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Reuters-ի տեղեկություններով Քաթարի միջնորդները մեկնել են Իրան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլ հասցնելու նպատակով։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այսօր։ Նրա խոսքով նրան կհաջորդի նաեւ համաշխարհային առևտրի կենտրոն համարվող Հորմուզի նեղուցի բացումը։ Սակայն Թեհրանից ավելի զգուշավոր հայտարարություններ են հնչում։ Իրանական ֆարս գործակալության փոխանցմամբ Թեհրանը վերջնական որոշում դեռ չի կայացրել, իսկ քննարկումները դեռ շարունակվում են։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։ Ըստ արաբական լրատվամիջոցների կան զոհեր, որոնց թվում է նաև խմբավորման հրամանատարներից մեկը։ علم هاي بوش محلنا هون استهداف Այսօրվա հորդառատ անձրևը կրկին լուրջ խնդիրներ է առաջացրել Երևանում, ջրի տակ են մնացել ճանապարհներ, անցումներ եւ առևտրի կետեր։ Հեղեղումները նաեւ բարեկամության մետրոյի անցումն են ամբողջությամբ ջրով լցրել։ Վաճառակետերի աշխատակիցները խուճապահար փորձել էին իրենց ապրանքներն անվնաս տեղ տեղափոխել։ Անբարենպաստ եղանակը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվել։ Հանրապետության մի շարք մարզերում ևս հեղեղումներ են գրանցվել, իսկ Գեղարքունիքի մարզի բնակիչները նույնիսկ պտտահողմ են նկատել։
Հայ ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի ամփոփիչ թողարկումը ժամը 21-ին է։ Կհանդիպենք։